Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, այսօրվա նյութս հայերեն լեզվի հարցերն է։ Անցյալին 1-2 անգամ անդրադարձած եմ, թե հայերեն լեզվին ինչ հարցեր ունի, որ պետք է կանոնակարգել և լուծել։ Դժբախտաբար քաղաքական պայմաններու տակ քրապարեն աշխարհափառը բաժնված է երկու ճյուղի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Ռուսական գերիշխանության ներքո արևելահայերենը կազմավորված է մեծ մասամբ Թիֆլիսի մեջ 1850-ական թվականներուն և միաժամանակ Բոլսո մեջ Օսմանյան կայսրության ներքո արևմտահայերենը։ Քերականականորեն տարբերությունը ըսած են 10-12 օրենքներ են։ Փարաբաշարը գրեթե նույնն է, որոշ բառեր կան՝ գետրոն, կենտրոն, գտալ, տկալ և այլն, բայց հիմնականորեն բառերը, լուծումները, խոնարհումները նման են, քրապարի վրա հիմնված։ Ուրեմն Հայաստանի անկախության ետքը վարչագարկը ինչու չմիավորեց հայերեն լեզուն և ուղղակտրությունը բարդացրվեցավ բոլշևիկներու կողմեն 1919-ին աբհեղանական ուղղակրությունը բարդացրեցին։ Եվ ինչ պատահեցավ, Սփյուռք Հայաստան մասամբ բարակդվեցավ, իրարու քրականությունը չէին կարդար, հաղորդակցությունը սերտ չէր, խորթ էր։ Հիմա որ Հայաստանի անկախացում ունենք մենք 35 տարի է, ինչու համար այս լեզվական հարցին վերջնական լուծում չի տրվիր և ճշգրիտ կերպով ասել է, որ երկու ճյուղերը հարաճած են քրապարեն, քրապարի հիմքի վրա պիտի երթա ուղղակրությունը, այսինքն դասական ուղղակրությունը պիտի վերահաստատվի և քերականությունն քրապարի վրա հիմնված երկու ճյուղերը միավորվին։ Այս սկզբունքը ես ներկայացուցի Հայաստանի մեջ Հրաչյան Աջարյանի լեզվի դերչության, անցյալի մեջ ուսած եմ, հանդիպումներ և այլն ունեցանք, իրենք գցին, որ ուղղակրության միավորման համաձայն ենք, բայց ոչ քերականության։ Ուստի հանձնախումբ կազմեցի ես հայերեն լեզվագետներու և սկիզբը 9 հոգի էինք, վերջի 7 հոգի հեռավար գերվով 1.5 տարի աշխատեցանք և կազմեցինք միասնական աշխարհափառ քրական հայերենի գիրքը, որ հիմնված է քրապարի վրա, իսկ ուղղակրությունն դասական ուղղակրություն է։ Ուրեմն լեզվի մեկ մասի հարցը լուծած ենք, երկրորդ հարցը փարաբաշարն է։ Փարաբաշարը արմատացած է Հայաստանի մեջ, որ ռուսական բառերը մեծ մասամբ գործածեցին սովետական վարչագարկի շրջանին։ Անկե առաջ ինչ որ գցե Հրաչյա Աջարյանը 15 օտար լեզուներեն հայերենը փոխարացեն բառեր, բայց բառերու մեկ մասը անհարգի է, այսինքն մենք հայերեն բառեր ունենք և Հայաստանի մեջ հայերեն բառերը չեն գործածվին, այլ գործածվին օտար բառեր։ Օրինակ մսեմ, problem, խնդիր, process, գործընթաց,
բյուջե, ամավարկ, ծրագիր, նախագիծ, project գործածեն եւ նման զանազան հաստափոր հայերեն փառարաններու մեջ կան 12,000-ին մինչև 26,940 բար։ Այսօր այդ փառարանները մեջբերումներ պիտի ունենք։ Բայց գլխավոր հարցերը մեկը ան է, որ Հայաստանի 7 նախարարություններուն անունները օդար են, հայերեն չեն, ինչու համար, ինչ է նպատակը, օրինակը, էներգիա, ներուժ, ֆինանս, եկամուտ, սպորտ, մարզախաղ, էկոնոմիա, էկոնոմիկա, տնտեսություն, տրանսպորտ, փոխադրություն, աշխատանքի եւ սոցիալական ընկերային, տուրիզմ, զբոսաշրջություն, ինչու համար հայերեն բառերը պիտի կործածվին եւ օտար բառերը կործածվին, որ ինչ կնե գայլասեր է հայերեն լեզուն, հայերեն բառը ունինք լեզվա մտածողականություն, երբ որ քու լեզուտ օդար է մտածելագեր բնալ գոդարանա, լեզուն օդարացման գլխավոր գրվանները մեկն է, լադինները, հռոմեացիները, երբ որ երկիրը գերիշխեին, գբարդատրեին, որ իրենց պետական կործածված լեզուն լադիներեն, այդ կերպով գբարդատրեին իրենց մշակույթը, Հայաստանը անկախ, ազատ, հանրապետությունը 35 տարի է, ինչու համար իր լեզվական հարցերը չի վերլուծել եւ չի կանոնագարկել, ինչ է պատճառը, վերցուցեք հիմա խորհրդարան պատգամավորները, նախարարը, վարչապետը եւ այլն, վերջին նորաձևության հագուստներ կհագվին, բայց 35 տարի առաջվա, 45 տարի առաջվա փառաբաշարը կգործածեն, որոնց 120% օդար է, մեծ մասամբ ռուսերեն կա, թրքերեն կա, բարսկերեն կա, արաբերեն կա, ներկայացալ անգլերեն, ինչու, ինչ է հեռանկարը, ինչ է նպատակը, ինչ է օգուտը, ապասկայնացում, Ադե նպատակը Պետության մեջ օրենքա լեզվի վերաբերյալ գծե Հայաստանի Հանրապետության լեզուն հայերեն է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական լեզուն քրական հայերեն է քրական հայերեն է գծե Պետական անցիկ իրենց ելույթներում մեջ պիտի բահեն պաշտպանեն լեզվի անաղարդություն Եթե որևէ կերպով խախտեն պիտի ենթարկվին պատասխանատվության Այդ պատասխանատվությունը չէ ստակված Այդ պատասխանատվությունը պիտի լա դուքանք Հայաստանի ազգային ժողովի կամ խորհրդարանի մեջ ելույթ ունեցողները, որ օտար բառեր գործածեն, պետք է ենթարկվին դուքանքի Եթե այդ չհարկեն եւ չսրբակրեն իրենք սխալները, պետք է հեռացվին ազգային ժողովեն եւ խորհրդարանեն, որովհետեւ իրենք իրավունք չունին օդար պարաբաշարով հայ ժողովուրդը ներկայացնեն։
մենք հայ ազգ ենք կամ ոչ։ Եթե հայ ազգ ենք ուրիշ անգամ ասերեն, ազգի գլխավոր դարերն են ժողովուրդը հայը, հայրենիքը Հայաստանը, լեզուն հայերեն։ Այդ լեզվի մաքրությունը եթե չբահեն պետական պաշտոնյաները, վարչապետը, պատգամավորները հագա սահմանադրական օրենքի գործեն։ Պետք է դուք հանվին եւ բաժվին։ Հայերեն լեզվի մաքրության համար մենք որոշ գործունեություն գտանինք Հայաստանի մեջ եւ Սփյուռքի մեջ։ Պրոֆեսոր Արտեր Սարգսյանի հետ միասնաբար աշխատեցանք եւ գազմեցինք այս փառարանը։ Գսե անհարգի հաջախագի կործածվող օդար բարերու հայերեն համարժեքներու փառարան։ Անհարգի, որովհետև հայերեն բարեր ունենք, հաջախագի, որ միշտ կործածվի, 1800 բար է, և այս ժամանակին փառարանը Հրանուշ Հակոբյանը, երբ որ մշակույթի նախարարու էր, պիտի տարածեր նախարարություններու և խորհրդարանի և պետական կառույցներուն։ Փաշինյանի վարչակարգը եկավ, չընդունեցին, որովհետև դասական ուղղագրությամբ գրված է։ Գնաք Երևան։ Հայաստանի մեջ խտրականություն կա, լեզվական խտրականություն, որովհետև Սփյուռքը հայի զավակներուն կբարդատրեն արևելահայերեն և ափեղանական ուղղագրություն, որև պետական դպրոցի մեջ արևմտահայերեն դասընթացներ չկա, բացի որ մեր դպրոցը Ավանի 87-րդ դպրոցի մեջ բացառությունն է, որ արևմտահայերեն եւ արևմտահայ քրագանություն եւ Սփյուռքի պատմություն կդասավանդվի։ Ինչպես կրնաս դուն արմադախին են Սփյուռքի հայու ավանդությունը։ Սփյուռքը հային լեզուն արևմտահայերեն է եւ ուղղագրությունը դասական ուղղագրություն, ափեղանական ուղղագրությունը սխալ է, որևէ հայագետի հետ կրնան փանավեճ ունել հերադեսիլի մեջ։ Պետությունը թող ներկայացնի իր մասնակիցները եւ հակաջարինք։ Հայաստանի մեջ պիտի հաստատվի դասական ուղղագրություն եւ վերածվի ափեղանական ուղղագրություն։ Հիմա մի քանի բարեր կմեջբերեմ Եդվարդ Աղայանի փառարանեն, որբեցի անդրադառնաք, թե ինչ սերմանված է Հայաստանի մեջ։ Իմիջի այլով դսեմ, որ աշխարհապարի երկու ջիվղերու միասնությամբ գազմեցինք ասկիրքը, 7 հայագետներ Հայաստանեն, Լիբանանեն, Փարիզեն, Վենեդիգեն և Լոս Անջելեսեն։ Աս շրջանառության մեջ է և ղրգած եմ լեզվի գոմիդեին, որբեսի ուսումնասիրեն, բայց միջև որոց պատասխան չեն կստացած ոչալ Հայաստանի կառավարությունին։ Հիմա վերադառնանք օդար բարերու վերաբերյալ։ Ես մեծապես կհարգեմ Էդվարդ Աղայանը որպես հայագետ, գիտնական, փառարանակետ եւ սակայն մեծերն սխալներ կնեն։ Ժամանակաշրջան կա, որ իրենց բարդատրված էր օդար բարեր, կամ իրենք օդար բարերը որպես մենաշնոր հբարդության արիտ կգործեին։ Իր փառարանները նաև Ստեփան Մալխասյանինը, Ակադեմիա փառարանինը, պրոֆեսոր Էդվարդ Հովհաննես Փարսեղյանի
բոլոր ասպարարանները մեկ բարերը ստուկած են։ Եվ նայեցեք, թե եջ տարով Էդվարդ Աղայանի արդի հայերեն բացադրական պարարանը, որ դված է 1976-ին, ունի ամբողջությամբ 135,600 բարեր, որուն 16,760 օդար բարեր են։ Աս օդար բարերու օրինակները նշեմ։ Յահուդ նշանակե հրյա, արաբերեն բարը։ Եգեն թրքերեն քերորդի։ Դերմին լադիներենը եզր։ Եթիմ բարսկերեն եւ թրքերեն որբ։ Եսիր արաբերեն բարսկերեն թրքերեն քերի։ Երիշ թրքերեն քայլվածք, Զապտիա թրքերեն սպա, Զաքս դարձեմ ռուսերեն է, Քրանցվելու քրասենյակ ամուսնության գամգալվածի, Զատար արաբերեն ձոթրին, Զալ լադիներեն ֆրանսերեն սրահսել է, Զուլում բարսկերեն թրքերեն գադաղի ջարբիկ, Զալիխա գնամոլ, Զալո հարս, Զահլե բարսկերեն համբերություն, Զահր թույն կամ զեհիր, Զահրումար թարն լեղի, Զաղա քարայր, Զեմբիլ արաբերեն թրքերեն բարսկերեն զամփյու գողով, Զենջաֆիլ Քոջաբղբեղ, Զևզեք թրքերեն թեթևամիտ, թեթև սոլիկ, Զավոտ կորձարան գարձեմ ռուսերեն է, Զարար արաբերեն թրքերեն վնաս, Զարփ ուժ թապ, Զերզեմբե նգուղ թուրքերեն, Զիան թրքերեն վնաս, Զիբիտ գամզաբիտ սպա ոստիգան, Զիբիլ աղ թրքերեն բարսկերեն, Զիձիպիզի կողդրիկ զարդարուն սիրուն, Զոպ խբիպ ձոնա կոդի տարածք։ Աս բոլոր բարերը Էդվարդ Աղայանի արդի հայերենի բացադրական պարանանի մեջ թրված է որպես հայերեն բարեր։ Բարոնայք եւ դիգնայք լրջանանք եւ դերթարնանք հայերեն լեզվին մակրազդելով անհարգի օդար բարերեն, մենք աս նպատակին համար պատրաստած ենք պրոֆեսոր Արտենես Սարգսյանի հետ 3 տարի աշխատել է երահադոր արդի հայերենի համապարփակ պարարան, որ աս տարի պիտի հրատարակենք, դասական ուղղությամբ գրված եւ գուսան որ դպրոցներու pedagogan գրասենյակներու եւ բարձր գարույցներու նախարարություններու մեջ կդարածվի նատքիրքը ներգայիս արցանցալ թրված է որբեցի հայերենի մեջ մաքուր հայերեն անաղարտ բարաբաչարով հաղորդացինք ասպարերով գավարտեմ եւ գանտիբինք հաջորդանք